Իրանը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ազատ տնտեսական գոտիների համագործակցության մասնագիտացված կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությամբ։ Ինչպես հայտնում է Թասնիմ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ տնտեսական համակարգման դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Նազերին։ Նրա խոսքով առաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանը եւ առևտրային արտոնությունների ներուժի առավելագույն օգտագործմանը։ Նազերին ընդգծել է, որ ազատ գոտիները նախատեսում են նվազագույն մաքսատուրքեր, ինչը զգալիորեն կրճատում է բիզնեսի ծախսերը։ Իրանի ազատ տնտեսական գոտիներում արդեն իսկ գործում են օրենքներ, որոնք խրախուսում եւ պաշտպանում են օտարերկրյա ներդրողներին։ Հիմնական խթանների թվում են 5-ից 10 տարվա հարկային արձակուրդները, կապիտալի պահպանման եւ շահույթի դուրսբերման երաշխիքները, ինչպես նաեւ ներդրումների մուտքի եւ ելքի պարզեցված ընթացակարգը։ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ի 2025 թվականի տարեկան հաշվետվության ներկայացմանը։ Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը նախարարի տեղակալին է ներկայացրել կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված բարեփոխումներն ու ֆինանսատնտեսական արդյունքները, որոնք միտված են ծառայությունների որակի բարելավմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Արձանագրվել են 2025 թվականի հիմնական ցուցանիշները։ Կենտրոնում մուտքագրվել է 2575 փորձաքննություն, ելքագրվել է ընդհանուր թվով 3580 փորձաքննություն։ Զգալիորեն նվազեցվել է կուտակված գործերի քանակը։ 2026 թվականի փոխանցված գործերի մնացորդը 2025 թվականի համեմատ նվազել է 983-ով։ Ներկայացվել են նաև 2026 թվականի անելիքներն ու զարգացման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատմանն ու տեխնիկական վերազինմանը։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել կենտրոնի ձեռքբերումները, կարևորելով փորձաքննությունների կատարման ժամկետների կրճատումները եւ դրանց օբյեկտիվության եւ թափանցիկության դերը արդարադատության համակարգում։ Հայ Էկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է 3 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման գործընթացը։ Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10.5% է։ Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային, շրջանառության ժամկետը 36 ամիս է։ Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի կողմից։ Հիշեցնենք, որ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորվում են ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։